Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, կարծում եմ մեզ նվիրված հեռուստադիտողը շատ լավ նկատել է, որ այս շաբաթ մենք համագործակցում ենք եւ շարք ենք անում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների հետ։ Մասնավորապես մենք անդրադառնում ենք գիտակրթական գործընթացներին, բուժաշխատողների հավաստագրում, լիցենզավորում, կրթական գործընթացներ, այն ամենը, ինչը ձևավորում է մեր պրակտիկ բժիշկների գործունեության ձևաչափը, դրա հիմքերը, իրավական, էթիկական եւ այսպես շարունակ։ Առողջ առավոտ բժիշկ Ավետիսյան։ Լավ գործընկեր, ինչպես եք։ Առողջ առավոտ, հիանալի։ Այսպես թերապևտիկ եւ վիրաբուժական մտքեր փոխանակելով մենք երկու բևեռներ ենք, ինչպես գիտեք, կրում ենք տարբեր մասնագիտություններ, մենք փորձում ենք իսկապես մտածել եւ անդրադառնալ այն թեմաներին, որոնք իմ կարծիքով այդքան շատ եթերից չեն հնչում են տարբեր պաշտոնական աղբյուրներում եւ ինձ սա ավելի է գոտեպնդում, որ մենք շարունակենք այս հետաքրքիր նախագիծը անձնական ներդրումով։ Եվ ի վերջո տաղավարում հյուրընկալել ենք Առողջապահության ազգային ինստիտուտի դեկան Տիկին Գոհար Երեմյանին, ում սիրով հրավիրում ենք տաղավար։ Առողջ առավոտ Տիկին Երեմյան, շատ ուրախ ենք, որ հյուրընկալվել եք մեզ, գտել եք կես ժամ ձեր բազմազբաղ գրաֆիկի մեջ, որովհետև ուզում ենք այսօր իսկապես մանրակրկիտ զրուցել, ինչպես է Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվում կլինիկական օրդինատուրան գլոբալ իմաստով, ինչպիսի իրավակարգավորումներով, ինչպիսի փոխհարաբերություններ են գերատեսչական մարմինների հետ, այսպիսի բազմաթիվ առանձնահատկություններ, ինչ մարտահրավերներ եք հաղթահարել եւ այսպես շարունակ։ Եթե դեմ չեք, օրակարգը հաստատենք մեր առողջ առավոտվա եւ շարժվենք առաջ։ Տիկին դեկան։ Բարև ձեզ, հարգելի գոլեգաներ, շնորհակալություն ինձ ձեր տաղավարում հյուրընկալելու համար, կարծում եմ շատ հետաքրքիր նախագիծ է, ուրախ եմ, որ նաև անդրադարձել եք Առողջապահության ազգային ինստիտուտի գործունեությանը։ Շնորհակալություն սիրով։ Դե բժիշկ Ամիրյան, դուք եք միշտ սիրում առաջին հարցը տալ։ Այո, եւ ես շատ կուզեի, իհարկե ես այսօր շատ հուզող հարցեր ունեմ ինձ, իհարկե մասնագիտական տեսանկյունից ելնելով, Տիկին Երեմյան, ինչ է իրենից ներկայացնում կլինիկական օրդինատուրան Առողջապահության ազգային ինստիտուտի շրջանակներում, ինչ մասնագիտություններ կան ներառված եւ ինչու պետք է ուսանողը, որ ավարտում է, պիտի ընտրի կլինիկական օրդինատուրայի այդ տարբերակը։ Ինչպես գիտեք, գոլեգաներ, մեր օրենսդրությամբ հետբուհական կրթությունը պարտադիր մաս է կազմում բժշկական կրթության, այսինքն բժշկական բուհը ավարտող շրջանավարտները օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց հետբուհական կրթությունը մասնագիտացումը պիտի ստանան կլինիկական օրդինատուրայում, ինչը հնարավորություն է տալիս նրանց մասնագիտանալու իրենց նախընտրած մասնագիտական ուղղությամբ, այնուհետև ինքնուրույն գործունեություն ծավալելու։ Ուստի սահմանված Հայաստանի Հանրապետությունում սահմանված օրենսդրությամբ բժշկական բուհերի շրջանավարտները պիտի ավարտեն իրենց ուսումը անցնելով հետբուհական կլինիկական օրդինատուրա։ Ինչպես գիտեք, Առողջապահության ազգային ինստիտուտը Սուրեն Ավդալբեկյանի անվան, որը հիմնադրվել է դեռևս 1963 թվականին, բավականին ավանդույթներով հագեցած եւ իր գործունեության ողջ ընթացքում իրականացրել է հետբուհական բժշկական կրթություն, հետբուհական բժշկական կրթություն կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի ծրագրերով, ինչպես նաեւ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի ձևով։ Այսօր Առողջապահության ազգային ինստիտուտում շուրջ 30 մասնագիտական ամբիոններ են գործում, որտեղ իրականացվում է հետբուհական կրթությունը կլինիկական օրդինատորների եւ Առողջապահության ազգային ինստիտուտը սերտորեն նաեւ համագործակցում է մեր գործընկերների հետ, ովքեր որ ապահովում են կլինիկաներում մասնագիտացումը կլինիկական օրդինատորների, ինչպես գիտեք, հետբուհական կրթությունը իր բովանդակությամբ շատ տարբերվում է սովորական բազային ակադեմիական կրթությունից։ Այստեղ մասնագետները հիվանդի անկողնու մոտ են իրենց կրթական գործընթացը անցնում։
Ոստի կլինիկական բազաներն էլ համագործակցում են գործընկերների հետ, կլինիկական բազաների հետ, որոնք հագեցած են ժամանակակից բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներով, սարքավորումներով, որպեսզի կլինիկական օրդինատորները լիարժեք կարողանան իրենց հետբուհական կրթությունը ստանալ։ Մի փոքր առաջարկում եմ պատմական էքսկուրս անենք եւ պատմական ակնարկ, եթե չեմ սխալվում, հայերենով ասեմ, ժամանակին մենք այն կարճ ասում ենք բժիշկների կատարելագործման ինստիտուտ, հանրահայտ գիդուվը նաև եւ հանրահայտ այն 4 շենքը Կոմիտասի, երբ դեմքով կանգնում ես, աչից 4-րդը վերջինը, կարծում եմ պատմամշակութային կոլորիտ ունեցող շենքերի մասին է խոսքը, նյույորքյան այսպես շնչով այն ժամանակվա խորհրդային միության համար հետաքրքիր, այսպես մի փոքր դեժավյու անենք, հա։ Հիմա այն ժամանակ բժիշկները կատարելագործում էին, այսինքն ոչ միայն հետդիպլոմային ուսուցումներ, այլև շարունակական մասնագիտական կրթությունը հենց կարծեմ այնտեղ էր կազմակերպվում եւ դա էր հիմքը, որ պահպանվել էին ավանդույթներ եւ եթե չեմ սխալվում, ինչ որ մի պահ միաձուլվեց նաեւ բժշկական համալսարանում, հետո նորից տարանջատվեց։ Հիմա այս պայմաններում կա արդյոք մրցակցություն, ուսանողները, ապագա բժիշկները ինչպիսի սկզբունքներով են ընտրում, որ բազայում պետք է գնան սովորեն։ Մենք բոլորս պարզ խոսենք, հա, փորձենք ավելի մատչելի լեզվով խոսել, ինչ բենեֆիտներ մենք պետք է ստանանք, գալով առողջապահության ազգային ինստիտուտ, կոնկրետ ամբիոններ, այսպես, հա, ազնիվ խոսենք։ Առողջապահության ազգային ինստիտուտում, այո, ինչպես շատ ճիշտ նշեցիք, 1963 թվականին դեռևս հիմնադրված բժիշկների կատարելագործման ինստիտուտներ, որ այնուհետև 95 թվականին այսպես վերանվանվեց եւ դարձավ Առողջապահության ազգային ինստիտուտ եւ անվանակոչվեց նաեւ Սուրեն Ավդալբեկյանի անվամբ, քանի որ Սուրեն Ավդալբեկյանը հենց այն մարդկանցից էր, ով շատ կարևորում էր բժիշկների շարունակական կատարելագործման հիմնարար սկզբունքը բժշկական կրթության մեջ եւ այդ 1963 թվականին ձեռնամուխ եղավ, նաև նախաձեռնեց, մասնակցեց այդ նախաձեռնությանը, որպեսզի ստեղծվի համամիութենական նշանակության այդ գիտամանկավարժական կենտրոնը։ Հիմա այսօր էլ այդ ավանդույթները շարունակվում են, այո, դուք ճիշտ նշեցիք 2011 թվականին մի փոքր կառուցվածքային փոփոխություններ առաջացան, որոշակի ամբիոններ տեղափոխվեցին եւ գործընթացները մի փոքր դանդաղեցին Առողջապահության ազգային ինստիտուտում, բայց վերականգնվեց գրեթե ողջ ծավալով եւ հիմա շարունակաբար թարմացվում են, ամբիոններ են բացվում եւ փորձում ենք Սուրեն Ավդալբեկյանի հիմնադրած ավանդույթները նորից կյանքի կոչել եւ առաքելությունը կյանքի կոչել։ Շատ առաջադեմ մարդ է եղել, մենք մեծ հաշվով խոսում ենք այսօրվա շարունակական մասնագիտական զարգացման մասին, CME-ի մասին, որը ամբողջ աշխարհի բժշկագիտական կրթության ճիճն է եւ թրենդն է մշտական, առանց դրա չի լինում։ Ավելին մենք արդեն հասցրել ենք խոսել հավաստագրումից, լիցենզավորումից, թե օրենքի դաշտում ինչպես է սա կազմակերպվում։ Հիմա ես նորից հիշեցնեմ, որ Բժիշկ Ամիրյանը փորձեց հարցնել այդ 30 ուղղություններից, չասեմ ամենից կարևորները, բայց խումբ կամ ըստ ուղղությունների փորձենք հիշատակել հիմա փաստացի ինչ ամբիոններ կան, ինչ ծավալով, ինչ քանակով, ենթադրենք, ինչ որ կկամենաք որոշակի ցուցանիշներ ներկայացնեք մեզ։ Առողջապահության ազգային ինստիտուտում, ինչպես նշեցի, շուրջ 3 տասնյակ մասնագիտական ամբիոններ են այսօր իրենց աշխատանքային գործունեությունը ծավալում։ Ներկայացված են վիրաբուժական բազմաթիվ ուղղություններ, ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային, սրտանոթային վիրաբուժական ուղղությունները, թերապևտիկ ուղղությունները եւս ներկայացված են մասնագիտական ամբիոններով, ներքին հիվանդությունների ամբիոնում, մասնագիտական նեղուղություններն են ներկայացված, մանկաբուժական ուղղությունն է ներկայացված, հոգեբուժություն, արյունաբանություն, կլինիկական լաբորատոր ախտորոշում, բազմաթիվ մասնագիտական հանրային առողջապահություն, այո, հանրային առողջապահական կրթական ծրագիրն է մեզ մոտ ներկայացված եւ բոլոր մասնագիտական ամբիոններում, ինչպես հետբուհական կրթական ծրագրերը, այնպես էլ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը բուժաշխատողների համար նախատեսված իրականացվում են։ Առողջապահության ազգային ինստիտուտում բացի հայերից բնականաբար ազատ արտասահմանցիները եւս կարող են ուսանել, չէ՞։
Այո, ամբիոններում այս պահին էլ ունենք արտասահմանցի ուսանողներ, պարզապես հետբուհական կրթության դեպքում, ինչպես նշեցինք, հետբուհական բժշկական կրթությունը ունի մի փոքր առանձնահատկություններ եւ մենք պիտի հաշվի առնենք ու աշխարհում էլ են տենդենսները այդպիսին, որ հետբուհական կրթությունը իրականացվում է հիվանդի անկողնու մոտ, այսինքն մասնագիտորեն հաղորդակցվելու հիվանդի հետ թե հաղորդակցվելու հմտությունները, թե հաղորդակցման լեզուն պիտի հասանելի լինի ուսումնառողի համար, այսինքն այստեղ այդ առանձնահատկությունը, եթե ակադեմիական կրթության դեպքում պարզապես բավարար է այդ ակադեմիական գիտելիքները ստանալ եւ հաղորդակցվել դասախոսական անձնակազմի հետ, հետբուհական կրթության դեպքում, կլինիկական արձինատուրայի դեպքում մի փոքրիկ այստեղ կա տարբերություն եւ որը էապես կարող է անդրադառնալ այդ կրթության գործընթացի վրա։ Համաձայն եմ, բայց այնուամենայնիվ մեր բժիշկների մեծ մասը անգլախոս են, երիտասարդ սերունդը ավելի շատ, դե մեծերի մասին խոսք չկա ռուսերենը, դե սովորողն էլ, եթե չինացի է, պետք է ինչ-որ լեզուն ընտրելու համար ծեր 1-1 ինչ-որ մի լեզու ընտրի կամ հայերեն սովորի, կարծում եմ օրինակ ազգության ֆնդիկները շատ արագ յուրացնում են, նույն լեզվական ընտանիքից են շատ արագ նրանք սովորում են հայերեն փայլուն եւ դուք կարծեմ շատ հարցեր ունեիք վիրաբուժության վերաբերյալ մասնագիտական։ Ոչ վիրաբուժության վերաբերյալ, որովին վերջերս Առողջապահության ազգային ինստիտուտի էջում կարդում էի կլինիկական օրդինատուրա եւ շարունակական հետբուհական ուսուցման մասնագիտությունների ցանկը, ինձ հետաքրքրող մասնագիտություններից կարևորագույնը չտեսա ճիշտն ասած, խոսքը վերաբերում է կոլոպրոկտոլոգիայի վերաբերյալ։ Արդյոք կան սպասվելիք մասնագիտությունների ներգրավում, եթե ոչ, այո, ինչու ոչ 3 տասնյակ այդ մասնագիտությունները դառնան 4 տասնյակ, 5 տասնյակ եւ հասանելի լինեն, որովհետեւ իհարկե ես առաջինս ցանկությունս մեկն էր, որ առաջինը հենց այցելեցի ազգային առողջապահության ինստիտուտի էջը եւ ինձ հետաքրքրեց այնտեղով անցնել, հա, այդ մասնագիտացումը։ Այ արդյոք ինձ կոնկրետ հետաքրքրող կոլոպրոկտոլոգիան առաջիկայում կարող է ներգրավել եւ ես կարճ ասած երբեք բժիշկ Ամբիրյանի համար հատուկ նախագիծ սկսում։ Խոսենք ապագա ծրագրերից, այսինքն ինչ եք պլանավորում ներմուծել ներդնել։ Անդրադառնալով ձեր հարցին, ասեմ, որ շատ ճիշտ նշեցիք, վերջերս նաև բոլորովին վերջերս վերանայվել է նաև բժշկական մասնագիտությունների ցանկը, այստեղ էլ որոշակի փոփոխություններ ունենք եւ այժմ ակտիվ ընթանում են այդ ծրագրերի վերանայման գործընթացները, մի փոքր կառուցվածքային է փոխվել նաև եւ բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ ունենք եւ քանի որ հետբուհական կրթությունը իրականացվում է հաստատված չափորոշիչներին, ազգային չափորոշիչներին համապատասխան եւ գործող մասնագիտությունների ցանկին համապատասխան, այդ բոլոր գործընթացները համընթաց պիտի ընթանան եւ դրանից հետո արդեն, այո, ձեր նշած մասնագիտական ուղղությունները, որոնք ներառված են արդեն նոր վերանայված ցանկում, բոլոր ուղղություններով կրթական ծրագրերը պիտի կյանքի կոչվեն։ Այստեղ առիթից օգտվելով եկեք մի փոքր խորանանք ձեր մեջ բերած մտքի վերաբերյալ եւ նշենք, որ ինչ է նշանակում մասնագիտացում, ինչ է նշանակում մասնագիտություն, հաշտ մասնագիտություն, մասնագիտացում եւ ինչ որ մնացած այս կատեգորիաները, մասնագիտությունների ցանկը, որ առողջապահության նախարարության կողմից հստակեցվեց եւ թարմացվեց, ժամկետները կարծում եմ վերջերս էր, ոչ այդքան հեռու անցյալում, կնկարագրեք տարբերությունները ինչու՞մն են կայանում։ Գործող մասնագիտությունների ցանկը ուրեմն վերանայվեց, արդիականացվեց եւ մոտեցվեց միջազգային այսպես գործող տենդենսներին, ստանդարտներին եւ այդ շրջանակներում նաեւ հստակեցվեցին այդ մասնագիտական ուղիները, ինչպես է մասնագետը իր ընտրած ուղղությամբ մասնագիտանում, ձեռք բերում հիմնական մասնագիտություն եւ այնուհետեւ նեղ մասնագիտական ուղղություններ է կարողանում համալրել իր հիմնական մասնագիտությամբ իր գիտելիքները։ Այս պահին կլինիկական օրդինատորները պիտի դիմեն իրենց նախընտրած հիմնական մասնագիտությամբ ստանան համապատասխան կրթություն, որից հետո արդեն հնարավորություն ունեն նեղ մասնագիտացումներով լրացնելու կամ լրացուցիչ գիտելիքներով, հմտություններով համալրելու իրենց կրթական ուղին եւ այս շրջանակներում պարտադիր է հիմնական մասնագիտության ձեռքբերումը, այսպես ասած, նրանից հետո արդեն թե ինչ ուղղությամբ կնախընտրի մասնագետը զարգանալու, համալրելու իր գիտելիքները, այդ արդեն ինքը կարող է իր մասնագիտական գործունեության ընթացքում կողմնորոշվել ավելի։
Եթե ավելի խոսակցական նաև փորձենք բացատրել, որ չէ որ հեռուստադիտողը մեզ նույնպես հետևում է, իրեն էլ է հետաքրքիր, արդյոք սա քայլ էր միտված օրինակ հետխորհրդային համակարգերի փլուզման եւ այդ իներցիոն շարժումով գնացած թող ինձ ներեն իմ գործընկերները, բայց դա ճշմարտություն է, երբ մի պահ ով իր դռան վրա ինչ ուզում գրում էր այսինչ մասնագետ, այնինչ մասնագետ, սա օրենքի կողմից հստակ ազդակ էր գերատեսչական մարմնի, որ չեք կարող գրել մասնագիտություններ, որոնց ձեզ թվում է, որ դուք ունեք, տիրապետում եք, մնացեք եւ ես դրանից հետո մեծ տենդենս եմ տեսել, երբ որ նույն կաբինետների կողքերով անցնելիս արդեն վերանվանվել են, չեմ ուզում պրակտիկ օրինակներ բերել, սա եկավ սա լրացնելու, ճիշտ ենք հասկանում։ Անշուշտ է։ Եվ սահմանեց այն չափորոշիչները, թե ով ինչպես կարող է նեղ մասնագիտանալ, որովհետեւ կային նոր մասնագիտություններ, կան նոր մասնագիտություններ, որոնք որ կարծում եմ օրենսդրական լուրջ բաց ունեինք այստեղ։ Հիմա կարող ենք վստահ լինել, որ Առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրայի շրջանակները, դրա շրջանակներում տրված գիտելիքները, կոմպետենցիաները ամբողջությամբ համապատասխանում են այս նոր մասնագիտություններին եւ մասնագիտությունների, ինչպես է կոչվում, մասնագիտությունների ցանկին, այո։ Ասեմ ավելին, մասնագիտությունների ցանկին հաջորդեց նաև մասնագիտական բնութագրերի վերանայման գործընթացը, այսինքն դրանք եւս թարմացվեցին, վերանայվեցին եւ մասնագիտական բնութագրերին համապատասխան, ինչպես նշեցի, նաև կրթական ծրագրերը, կրթական գործընթացները եւ այո, դուք շատ ճիշտ նշեցիք, որ հետխորհրդային տարիներից հետո, այո, փոփոխվեց համակարգը, նոր հիմքեր դրվեցին, այսպես համակարգված հետբուհական կրթություն ունենալու համար, սակայն բժշկագիտությունը գիտեք շատ արագ տեմպերով զարգացող ոլորտ է եւ դրան համահունչել պիտի նաեւ կրթական համակարգերը կարողանան ճկունություն ցուցաբերեն եւ ապահովեն որակյալ կադրերով։ Ինձ թվում է բժիշկ Ամիրյան, մենք ճիշտ ենք պատկերացնում, որ սա մեծ հաշվով մի մեծ փազլի տարբեր կտորներ են, որովհետև հավաստագրման շրջանակներում լիցենզավորման մենք բոլորս նույն խոսույթով պետք է խոսենք, ոչ թե ես ասեմ վիրաբույժ, բայց հասկանամ պրոկտոլոգ, առավել եւս օնկոլոգիայի հարցում, այսպես խառնաշփոթ կոնգլոմերատ էր մասնագիտացումների եւ մասնագիտությունների ստացվել եւ սա բնականաբար դարձյալ քննադատությունների ենթարկվելով, բայց այսօր մի քիչ ավելի թարմացվեց եւ երեսը դեմքը ավելի པարզ դարձավ։ Մենք բժիշկ Ամիրյանի հետ շատ ենք սիրում վերապատրաստվել արտասահմանում, ուսումնասիրել գիտական նորույթները, հարաբերություններ ստեղծել գործընկերների հետ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայի շրջանակներում, ապագա բժիշկը ինչ հնարավորություններ ունի այսպիսի կապեր ձեռք բերելու, ինչքանով են տարբեր ազգի մասնագետները ընդգրկված բուն կլինիկական օրդինատուրայի ընթացքում, կրթական բաղադրիչում, ինչպիսի կապեր կան, ինչպիսի փոխանակման ծրագրերի կարող են մասնակցել եւ ի վերջո ֆելոուշիփներն են կարծես շատ հետաքրքիր թափառնում նույն Առողջապահության ազգային ինստիտուտում, այս մասով կուզեի ընդհանրական խոսենք։ Նշեմ, որ հետբուհական կրթական ծրագրերի շրջանակներում Առողջապահության ազգային ինստիտուտը սերտ համագործակցում է մեր միջազգային գործընկերների հետ եւ այդ համագործակցությունը իր հետքը թողնում է մեր բոլոր կրթական գործընթացներում։ Հնարավորություն է ստեղծում ոչ միայն մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար շփվելու մասնագիտական կրթական ոլորտում իրենց փորձը փոխանակելու գոլեգաների հետ, այլ նաեւ մեր կլինիկական օրդինատորների համար հնարավորություններ է ստեղծում, այսինքն կրթություն ստանալով Հայաստանում նրանք հնարավորություն են ունենում շփվելու տարբեր երկրների առաջատար բժշկական համալսարանների գործընկերների հետ, ինչպես կլինիկական օրդինատորների հետ, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Այս պահին ունենք համագործակցություն Ելի համալսարանի հետ, համագործակցորեն համագործակցում ենք Ալբերտայի համալսարանի հետ, ունենք համագործակցություն Բոստոնի համալսարանի հետ, Պիրագովի համալսարանը բժշկական, Ֆրանսիայից Փարիզի բժշկական համալսարանի հետ ունենք համատեղ ծրագրեր, ինչպես նաև ունենք փոխանակման ծրագրեր, որոնք թույլ են տալիս կլինիկական օրդինատորներին մեկնելու տվյալ կրթական հաստատությունը, ում հետ ունենք որ փոխանակման ծրագրեր եւ այնտեղ որոշակի ժամանակահատված իրենց կրթության ուսումնառության մասնագիտացման հատվածը անցնելու այնտեղ։ Ասեմ, որ նաև երկկողմանի բնույթ են կրում այս փոխանակման ծրագրերը, այսինքն մենք նաև հյուրընկալում ենք մեր գործընկերների, այո, եւ բավականին այսպես դրական արձագանքներ ենք ստանում փոխանակման ծրագրերի շրջանակներում եւս։
Սա շատ կարևոր է։ Եվ fellowship-ներից, եթե չեմ սխալվում, արդեն մի քանիսը ներդրվել են։ Կհիշատակեք, եթե նպատակահարմար եք գտնում։ Ասեմ, որ այդ նմանատիպ համագործակցությունները թույլ են տալիս նաև մոտենալու եւ հասկանալու ինչ համակարգային բացեր, ինչ խնդիրներ ունենք մենք հետբուհական բժշկական կրթության ոլորտում գործընկերների հետ շարունակաբար եւ անընդհատ այդ process-ները քննարկվում են, մենք փորձում ենք միջազգային փորձը եւս տեղայնացնել եւ բավականին հաջողված նմանատիպ փորձեր ունենք այսօր մեզ մոտ, ինչը թույլ է տալիս նաև նոր մշակույթ ձևավորել։ Այսինքն, ինչպես նշեցիք, այդ հետխորհրդային մի փոքր իներցիոն գնացող համակարգերում նոր համակարգերին նոր շունչ հաղորդել եւ բժշկությունը զարգանում է եւ մենք պիտի հետ չմնանք այդ զարգացումներից եւ պիտի կարողանանք համահունչ գնալ միջազգային բոլոր ընդունված ստանդարտներին եւ չափորոշիչներին։ Ամբիոնների դասախոսային կազմը, դասախոսական կազմը երիտասարդացման տենդենց ունի, թե շատ էսպես պահպանողական ուսուցիչներ ունեն։ Այսպիսի մի մեջբերում անեմ հենց ամբիոնական պրոֆեսորադասախոսական անձնակազմի արձագանքներից այսպես ունենք պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ովքեր բարձրաձայնում են, որ պատրաստական են կիսվելու իրենց մասնագիտական գիտելիքներով, հմտություններով, սովորեցնելու եւ շատ կարեւոր է նաեւ, որ բարձրաձայնվում է դա, որ նաեւ սովորելու երիտասարդներից։ Այսինքն առողջ սերնդափոխության եւ այս կազմակերպման process-ի մեջ ենք։ Մի քիչ ինտրիգային հարց կարող եմ ձեզ տալ։ Առողջ մրցակցությունը ձեզ համար ինչ նշանակություն ունի։ Ըստ էության մեր հանրապետությունում ընդամենը 2 հաստատություն կա, որոնք որ ակտիվ մրցակցության մեջ են, որովհետեւ առաջարկում են product, առաջարկում են գիտելիքի տեսքով, կրթության տեսքով, բայց եւ միաժամանակ մրցում են։ Ձեր ուժեղ կողմերը կարող եք թվարկել։ Նախ առաջի հարցին ասեմ առողջ մրցակցությանը առնչվող իմ կարծիքով առողջ մրցակցությունը դա զարգացման գրավականն է։ Եթե չկա մրցակցություն, ու կատարելագործվելու, ինքդ քեզ վրա աշխատելու այդ միտումները ժամանակի ընթացքում պակասում են։ Ինչ վերաբերում է այսպես դրական եւ առավելություններին, հա, այսպես եթե առավելություններին մենք բավականին արդեն խոսեցինք, կարծում եմ, եւ ինչպես ամբիոնների ներկայացված լինելու, դասախոսական անձնակազմի պատրաստական լինելու, համագործակցության եւ այս միջազգային տենդենսներին ականջալուր լինելու պատրաստակամությունը եւս կարծում եմ, որ շատ կարեւոր է։ Շատ լավ։ Ես դա իմ անձնական մտորումները չի, ես շատ հստակ պատկերացնում եմ մոդելները, բավական երկար ուսումնասիրել եմ, ճանաչում եմ, գտնվել եմ երկու կողմանի ներսում եւ դրսում, հայացք ներսից, դրսից, սա այն պոտենցիալ գործընկերների հարցադրումներ, ովքեր այնուամենայնիվ Հայաստանում են ապրում եւ շիտակ մտածում են, մտորում են եւ ուզում են ինչ-որ հարցերում կողմնորոշվել, ընտրել կամ կարծիք կազմել։ Տիկին Երեմյան, ես հաղորդման սկզբում ձեզ զգուշացրել էի, որ ես մի փոքր ավելի հակված եմ շատ հարցեր տալու բժշկամիջանը, միշտ ավելի շատ սիրում եմ գործով։ Մենք խոսքով ենք, թերապևտները սիրենք գործով են։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, դուք որևէ ուղերձ, եթե պատրաստել եք կամ ունեք մեսիջ ապագա բժիշկներին, ովքեր պետք է նախընտրեն եւ կամուկացի մեջ են կամ ընդհանրապես գործող օրդինատորներին, ինչ մեսիջներ ունեք որպես դեկան, որպես մարդ, ով համակարգում է նրանց ուսումնական գործընթացը մեծ հաշվով։ Շփվելով մեր երիտասարդ մասնագետների հետ, ասեմ, որ բավականին ոգեշնչվում ես եւ բավականին հուսադրող է, որ կան մասնագետներ, կան երիտասարդներ, ովքեր այսօր մոտիվացված են շատ եւ պատրաստ են իրենց ուսերին վերցնելու այդ առողջապահական համակարգի հետագա գործունեության ապահովման, որակյալ կադրեր լինելու այդ միսիան, այսպես ասած։ Ես կմաղթեմ նրանց, որպեսզի իրենց ընտրած ուղղությամբ հաստատակամ լինեն, շարժվեն իրենց ընտրած ուղղությամբ եւ օգտվեն բոլոր ստեղծված հնարավորություններից, իսկ դրանք այսօր կան եւ կա հնարավորություն դրանցից օգտվելու։ Դե առիթից օգտվելով մենք էլ ես եւ բժիշկ Ամիրյանը
բոլոր մեր գործընկերների անունից շնորհակալություն հայտնենք ձեզ, նաև եկեք բոլորս շնորհակալություն հայտնենք Առողջապահության ազգային ինստիտուտում գործունեություն ծավալած դասախոսներից բոլոր ժամանակների, սկսած 1963-ից ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մեծ երազանքը կյանքի կոչող այդ առաջին թիմից մինչև առ այսօր, որովհետև անկախ դասավանդման վայրից, ձևաչափից եւ հազար ու մի առանձնահատկություններից այս ամենը մի մեծ առաքելություն ունի ծառայել այն մարդկանց, ովքեր հենց հիմա մեզ դիտում են հեռուստացույցով, ծառայել անմնացորդ պրոֆեսիոնալիզմով, որի հիմքը իհարկե գալիս է կրթօջախից, որից մեկը եւ հանդիսանում է ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ձեզ, ձեր գործող անձնակազմին, դեկանատի աշխատակիցներին, բոլորին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ամբիոններին, բազաների աշխատակիցներին եւ այսպես շարունակ։ Իսկ ձեզ սիրելի կլինիկական օրդինատորներ, մաղթում ենք եւս մեկ անգամ անցումային լիցենզավորման հարցում հաջողություն եւ ձեր ուսումնառության մեջ հստակ հաստատակամ շարժվեք առաջ դեպի ձեր մասնագիտությունը։ Կլինիկական օրդինատորան ինչ-որ մի օր ավարտվում է, դրանից հետո մենք արդեն ինքնուրույն ստանձնում ենք այդ բեռը եւ որպես կանոն հպարտանում այն կրթօջախով, որտեղ ձևավորվել ենք։ Բժիշկ Ամիրյան, մեզ առողջ առավոտ։ Մեզ առողջ առավոտ, շնորհակալություն եւս մեկ անգամ Տիկին Երեմյան եւ խնդրում եմ իմ առաջարկը ընդունել եւ առաջիկայում ես մեծ սիրով կգամ այդ մասնագիտության ետևից, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, գուցե նեղ մասնագիտական իմաստով ձեզ համար այդքան հետաքրքիր չէր, բայց հաստատ մենք հանրապետությունում ունենք շուրջ 40,000 բուժաշխատող, որոնց կարծում եմ այս թեման կհետաքրքրի, գումարած կլինիկական օրդինատորներ եւ իհարկե ուսանողների այն մեծ բանակին, ովքեր կանգնած են մասնագիտական ընտրության առջև դրանից 5 է պակաս։ Լավ եղեք, առողջ առավոտ։